Բարև ձեզ սիրելի ընկերներ, սիրելի հավաքիչներ, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի համակիչներ, հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, սիրելի ոստիկանության աշխատակիցներ, ողջունում ենք բոլորին։ Մենք այսօր այստեղ հավաքվել ենք պահանջելու ազատություն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի համար։ Մենք այստեղ ենք հավաքվել պահանջելու ազատություն փոփոխությանը։ Ինչ ենք ունենալու 53 օրից։ Ինչ ենք ունենալու 53 օրից։ Ունենալու ենք ուժեղ Հայաստան, Հայաստանի ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սիրելի ընկերներ, երեք տեսանք, որ մենք շաբաթօրյա հանրահավաքից հետո իշխանությունները խուճապի մեջ են։ Խուճապն այնքան մեծ է, որ արդեն սկսել են խախտել բոլոր կարմիր գծերը։ Երեք ձերբակալվել են երկու մանկահասակ երեխաների մայր։ Մեր գաղափարակից ընկերներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը շինծու կարված անհասկանալի քրեական գործերով մանկահասակ երեխաների մայր
Գոհար Ղումաշյանի փոքրիկը դեռևս 2 ամսեկանն էլ չի բոլորել, բոլորս գիտենք, եւ ժամեր շարունակ քաղցած է մնացել եւ սպասել է իր մորը, երեք տեսանք այդ բոլորս կադրերը, ժողովուրդ, սիրելի ընկերներ, հայրենակիցներ ջան, այսպես շարունակվել չի կարող, այս ռեպրեսիաների դարաշրջանը պետք է ավարտվի, 53 օր, եւ ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը, ընտրի փոփոխությունը, փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ, Սամվել վարչապետ, Սամվել, 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 Սիրելի ընկերներ, ներկայիս իշխանությունները պահելով անազատության մեջ Սամվել Կարապետյանին, խոչընդոտում են, խանգարում են փոփոխությունների շրջանի սկզբին, բայց դա ներս չի հաջողելու։ 53 օրից, ընդամենը 53 օր, եւ ունենալու ենք ուժեղ պետություն, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ անվտանգությամբ, ուժեղ խաղաղությամբ, փոփոխություն տնտեսությունում, փոփոխություն անվտանգային համակարգում, փոփոխություն խաղաղությունում, խաղաղության պրոցեսում, մեզ պետք է ուժեղ եւ արժանապատիվ խաղաղություն, իսկ դրա համար մեզ պետք է ուժեղ Սամվել Կարապետյան, Սամվել վարչապետ, Սամվել, 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 Հայաստանը ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ, Հայաստանը ուժեղ է Հայաստանի հաջորդ վարչապետ, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ, Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մինչ իմ խոսքը սկսել եմ մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում ձեզ ասեմ։ Հնարավոր է մեր շարքերում լինեն սադրիչներ, քանի որ իշխանությունը ամեն ձևով, ամեն հնարավոր տարբերակներով ուզում է սադրել մեր համակիների, որ ինչ-որ մի բան այնպես չլինի, որ հետո շինցուքրական գործեր հարուցվեն։ Դրա համար խնդրում եմ ձեզ, եթե կլինեն մարդիկ, կզգաք, որ այդ մարդը սադրում է ինչ-որ իր գործողություններով, իր վարքով, իր խոսքով, դիմեք ոստիկանության ծառայողներին։ Սա է գիտություն բոլորին։ Ժողովուրդ ջան, մի շատ կարևոր բանի մասին եմ ես ուզում ասեմ, խոսքը վերաբերվում է օրեր առաջ մեր հանրահավաքից հետո իշխանության ավելի ճիշտ, ավելի կոնկրետ թույլ Նիկոլ Փաշինյանի վարկագծին։ Մարդը այնքան վախեցավ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի քանակից, որ անցավ բոլոր տեսակի բարոյական կարմիր գծերը։ Երեք իմիջիայլոց շատ կարևոր փաստ է։ Մոտավորապես նույն ժամին են ձերբակալվում եւ Գոհար Ղումաշյան եւ Վերժինե Ստեփանյան։ Մեկը Երևանում, մյուսը Վայքում։ Նույն ժամին է նշանակվում դատարանում նրանց գործի քննությունը։ Զուգադիպություն է սա։ Չէ։ Մենք գործ ունենք այստեղ քաղաքական հետապնդումների հետ ու քաղաքական հետապնդումների ուժեղ Հայաստան կուսակցության անդամ կին գործիչների նկատմամբ։ Այս ամեն ինչի մեջ տղամարդկություն չկա։ Մարդը կորցրել է արդեն իրականությունը։ Արդեն իր համար գիտենք, որ հայրենիքը չկար։ Գիտենք, որ շատ դեպքում տղամարդկությունը չկար։ Հիմա էլ անցել է լրիվ կանանց է ուզում բերման եթերքի։ Նիկոլ Փաշինյան ջան, քեզանից ոչ ոք չի վախենում։ Մենք
մեր գործը տանելու ենք առաջ։ Մենք մեր պայքարը ավարտելու ենք հաղթանակով, սա է գիտություն ձեզ, ու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի անունն է Սամվել Կարապետյան։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի ժողովուրդ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետև այստեղ է գտնվում Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց այստեղ չի այն վայրը, որտեղ ինքը պետք է գտնվի ընդհանրապես։ Նա պետք է գտնվի Հանրապետության հրապարակում կառավարական թիվ 1 շենք հասեում։ Որովհետև իր այնտեղ գտնվելն է, որ խաղաղություն է բերելու մեր պետությանն ու ժողովրդին։ Իր այնտեղ գտնվել է, որ բարօրություն է բերելու մեր ժողովրդին, հաջողություններ է բերելու մեր ժողովրդին։ Ի վերջո, հնարավոր չի կասեցնել ժողովրդի ուժը, երբ որ գետը վարար իր հունով հոսում է, հնարավոր է դրա դիմաց ամբարտակ դնել, արհեստական մի շինություն։ Դրանից այդ գետը լճի է վերածվում, ծովի է վերածվում, բայց գետի հունը դրանից չի բողվում։ Այդ վարար ծովից ոռոգվում են դաշտեր, ոռոգվում են այգիներ, բարություն, հաջողություն է բերում։ Սամվել Կարապետյանի առջև դրված այս արգելքը միայն մեզ ավելի մեծ բազմության է վերածելու։ Մեր ժողովրդի ուժը բարությամբ տարածվելու է ամբողջ երկրով, վարարելու է մեր երկիրը խաղաղությամբ եւ հաջողություններով։ Սա է Սամվել Կարապետյանի իշխանության գալու նպատակը։ Սա է այս փոփոխության իրական նպատակը։ Մենք լսեցինք դրա ուղերձը Ազատության հրապարակում։ Ցավոք մենք հնարավորություն չունենք լսել նրա կենթանի խոսքը եւ միայն ուղերձը լսեցինք։ Բայց ինչ էր ասում ինքը, որ իր տարիների ընթացքում ստեղծածը ինքը հանձնում է իր զավակներին, իսկ ինքը հանձնվում է մեր ժողովրդին։ Եվ այն հաջողությունները, որը ինքը ստեղծել է տարիների ընթացքում, օտար միջավայրում, պատկերացրեք ինչ հաջողություններ ինքը կարող է ստեղծել սեփական երկրում, սեփական երկրի ժողովրդից ստացած ուժով, ժողովրդի տված իշխանությամբ, ընդամենը պետք է ապրել այդ օրերը եւ տեսնել այդ հաջողությունը, որին մի քանի օր է մնացել։ Ի վերջո ոչ մի իշխանություն հարատև չի։ Մենք տեսանք մի քանի օր առաջ 16 տարվա իշխանությունը Հունգարիայում, ընդամենը փոխվեց 1 օրում ժողովրդի կամքով, եւ այդ փոփոխությունը լինելու է նաեւ Հայաստանում, եւ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել 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 Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ, որ բոլորով արձանագրենք Ազատության հրապարակում մարդկանց հոծ բազմության այդ պատկերի հաղթանակը բոլորինս է։ Բոլորդ ցույց տվեցիք, որ իշխանությունը վախենում է ձեզնից։ Բոլորդ ցույց տվեցիք, որ իշխանությունը վախենում է ձեր միասնությունից, եւ միայն միասնությունը կարող է բերել բոլորիս այն հաղթանակը, որտեղ մենք ձևակերպում ենք, որ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը պիտի լինի Հայաստանի հաջորդ առաջնորդը։ Իշխանությունը շատ անգամներ կարող է վախենալ ձեզնից, շատ գործողությունների կարող է գնալ, բայց մենք մեր քայլերով պիտի ապացուցենք, պիտի ցույց տանք մեր արդյունքներով, պիտի ցույց տանք, որ կարող ենք ունենալ ուժեղ Հայաստան, որ կարող ենք փոխել,
որ կարող ենք փոխել իրեն, ինչպես մի քանի օր առաջ տեսակ Հունգարիայի վարչապետը Օրբանը արժանապատիվ կերպով պարտվեց։ Եվ Նիկոլ Փաշինյան, դու ինքդ պիտի հասկանաս, որ եթե մոտենում է քո պարտությունը, ավելի լավ է դա արժանապատիվ կերպով ընդունել։ Փոխարենը չվախենալ եւ ոչինչ չանել քո սեփական ժողովրդի հանդեպ, որովհետեւ եթե քո սեփական ժողովուրդը արձանագրեց, որ ուզում է փոփոխություն, ապա հունիսի 7-ին այդ փոփոխությունը գալու է։ Փոփոխություն, փոփոխություն, փոփոխություն։ Մի բան արձանագրեք, սիրելի ընկերներ, այսօրվա իշխանությունը տեսնում է, որ ժողովուրդը իրեն մերժում է, այսօրվա իշխանությունը տեսնում է, որ ժողովուրդը իրեն էլ չի վստահում, երբ ինքը քայլում է անգամ Երևանի փողոցներով, դուք բոլորս պիտի մեկ մարդու նման, միասնական մեկ բռունցքով, միավորված կերպով լինենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կողքին։ Ազատություն փոփոխությանը, ազատություն Սամվել Կարապետյանին։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն փոփոխությանը։ Փոփոխություն։ 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 Փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Փոփոխություն լինելու է։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։